Այսինքն Սիրիայի մասնատման հավանականությունը մեծանում է։ Այդ հավանականությունը գա, բայց թերևս բարձ չէ, թե այս բոլորը ինչի կհանգեցնեն, որտեղ գիտեք, այստեղ նաև ռեգիոնալ տարածաշրջանային առումով սուր պայքարներ են, եւ եթե արձանագրենք, որ նախկին վարչագարկը հիմնականում հենվել էր Ռուսաստանի եւ Իրանի վրա, երկու կարևորագույն հենասյուները, որ փլուզվեցին, շատ ամբիջականորեն այդ պարաբը լրացրեցին Թուրքիան մի կողմից եւ մյուս կողմից Իսրայելը։ Երկուսն էլ ուզում են իրենց անվտանգության կոդիները ձևավորել սիրիական տարածքներում։ Բայց այստեղ նաեւ կա շահերի փախում։ Դա միջնորդավորված պրոքսի պատերազմ էր դրուզների թեպքում Անկարայի եւ Իսրայելի միջև, որտեղ ի վերջո Դամասկոսի ուժերը ունեն հովանավորչություն Անկարային, իսկ դրուզներին պաշտպանեցին իսրայելական ուժերը։ Եվ հիմա քրդերի դեպքում, գիտեք, սա Անկարայի անվտանգության համար առաջինը սպառնալիքն են քրդերը եւ Անկարան երկար տարիների ի վեր վաղուց էր ուրեմն մշակում այս իր անվտանգության կոդին ընդլայնելու, աշխարհագրականորեն ընդլայնելու ծրագիրը եւ չէր աչովել։ Շատ հետաքրքիր է, որ ամենաթիրախային գետը հյուսային Սիրիան է, որտեղ քրդերը հաստատել են ինքնավարություն իրենց զինյալ ներկայությամբ, բայց քրդերի ուրեմն այս նկատմամբ գործողությունները սկսվեցին Հալեբի շրջակայքում, հենց Հալեբում, հիմա շատ արագորեն նաև տեղափոխվեցին դեպի հյուսիսային Սիրիա։ Հիմա Իրաքից քրդերը տեղափոխվում են Սիրիա։ Այո, հազարավոր քրդեր Իրաքից նաև Թուրքիայի սահմանից փորձում են անցնել Սիրիա, բայց գիտեք, քրդական երևույթը շատ բարձր էր, որ վայելում էր նաև ամերիկյան աջակցությունը, հովանավորությունը եւ գարմիր գծեր էին այնտեղ։ Դրա համար Անկարան չէր կարողանում իր առաջադրած անվտանգության կոդին ձևավորել։ Շատ էական է։ Հիմա այս Շահան, Թրամփն ու Էրդողանը խոսել են այսօր Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Որտեղ է որոշվում հարցը, Վաշինգտոնում թե Անկարայում։ Կարծում եմ ի վերջո Վաշինգտոնում եւ այստեղ պետք է նկատել նաեւ ամերիկյան ռազմավարության որոշակի շրջադարձը, այլապես այսքան նահանջ քրդերի կողմից եւ առաջխաղաց նաեւ Դամասկոսի գործող իշխանությունների կողմից այսքան արագ չէր լինի։ Սա հիշեցնում է նաեւ նախորդ վարչագարկի շատ արագ նահանջը, շատ տարածքներ զիջելը, երբ ուրեմն այսօրվա ուժերը շատ արագ իրենց վերահսկողության դակ արին այս տարածքները։ Հիմա նույն արագությունը թեև զինադադար է հաստատվել, ես կասեի թյուրապեք զինադադար, որովհետև այդ մեծ պլանը դեռևս չի իրագործվել։ Բացի եթե արձանագրենք, որ քրդական գործոնը իր խաղաթղթային կարգավիճակը դեռևս չի գործել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է նկատել, որ քրդերը որ նկատել են, որ փոխվել է Միացյալ Նահանգների սադար կանգնելու կամ աջակցելու ռազմավարությունը, թիմել են Թել Ավիվին, որ պաշտպանի իրենց։ Եվ ամբողջ հանգույցը նաև Իսրայելի ենթադրյալ, թեական, հավանական կամ ոչ հավանական ներգրավումից է գախյալ։ Այսինքն, եթե Իսրայելը անի այն, ինչ արեց դրուզներին, քրդերին եւս անի, դա ամբողջ գշրջի խաղը եւ որոշակի առումով կգասեցնի այն ծրագիրը, որ այսօր առաջադրել են Անկարայի ներշնչումով այսօրվա իշխանությունները։ Հիմա պարզ է, որ որևէ գործող իշխանություն պիտի առաջադրի, որ ունենա ամբողջական վերահսկողություն, բացի օրինական զինյալ ուժերից չլինեն զինյալ երևույթներ սիրիական տարածքներում, սա բարձ սկզբունք է, բայց եթե դա մի կողմից նաև քաջալերվում է Անկարայի կողմից, հիմա շատ բան է գախյալ Իսրայելի պահվածքից եւ ամբողջ հանգուցակետը կարծեմ այստեղ է։ Այլապես
ոչ նոր ցնցումներ են, որովհետև այն ինչ որ շատ արագ պատահեց ալավիների նկատմամբ, կամ դրուզների նկատմամբ, ես չեմ կարծում, որ նույն արագությամբ կլինի նաև քրդերի դեպքում։ Շան, այսինքն Իրան-Իսրայել նոր բախման հավանականությունը նույնպես պահպանվում է։ Գիտեք, անցյալ շաբաթ էր, որ ուրեմն մամուլում հրապարակվեցին նյութեր, որ Ռուսաստանի միջնորդությամբ եկել են պայմանավորվածության, որ իրար չեն խփել, իրար չեն հարվածելու, եւ փաստորեն նաեւ այդ սպառնալիքների կամ նախապատերազմական շեմին գտնվելու այդ մթնոլորտը փարատվել, այսինքն Միացյալ Նահանգները նվազագույնը արգախել են կամ հետաձգել են իրենց հարվածները, բայց բնականաբար հարցը չի լուծվել, բայց այստեղ նաև գիտեք քրդերի հարաբերակցաբար նաև գա որոշ երևույթ, որին կարծում եմ պետք է անդրադառնալ, որովհետև սա նաև հերահար գդրվածքով նաև հայկական թիթանգյունին է վերաբերում, որովհետև Իրանի թերագադարության վերասահմանումը, որը տեղի է ունենում այսօր տարածաշրջանում, այդ Իրանի թուլացած թիթքերը թողած բարապությունը առաջի հերթին փորձում է լրացնել Անկարան։ Բայց Անկարային պետք է Իրանի թուլացած թիթքեր ուրեմն տարածաշրջանում, բայց ոչ հենց Իրանում, որովհետև Իրանի դեպքում քաոսի ստեղծման բարակային Իրանի քրդերը եւս կարող են շատ արագ գազմագերբվել, ինչը սպառնալիք է Անկարայի։